Լոռու մարզում բացահայտվել է բժշկական կենտրոններից կատարված հափշտակությունների դեպքեր։ Քննության տվյալներով կասկածյալները նախ կեղծ ահազանգերով շտապօգնության անձնակազմին հեռացրել են տարածքից, ապա մուտք են գործել բուժհաստատություններ ու հափշտակել վճարային տերմինալներ, դրանցից վերցնելով խոշոր չափերի գումարներ։ Ընդհանուր տվյալներով հանցավորները հաջողել են տերմինալներից գողանալ ավելի քան 3 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտին է մոտեցել քրեական վարույթի նախաքննությունը, որը վերաբերում էր բժշկական կենտրոններից վճարային տերմինալների հափշտակության մի շարք դրվագների։ Քննությամբ պարզվել է, որ դեպքերը կրել են նախապես մտածված եւ կազմակերպված բնույթ։ Քննության տվյալներով 2025 թվականի մայիսի 19-ին երկու անձինք մշակված մեխանիզմով կեղծ ահազանգ են կատարել բժշկական կենտրոն, շտապօգնության ծառայությանը ստիպելով հեռանալ տարածքից։ Ստեղծված իրավիճակից օգտվելով նրանք մուտք են գործել բուժհաստատություն եւ այնտեղից հափշտակել վճարային տերմինալը։ 2025 թվականի մայիսի 19-ին Սպիտակ քաղաքի բնակչուհու կողմից ներկայացվել է առավելության ցանքի մասին պատշաճ հաղորդում, այն մասին, որ ինքնությունը չպարզված անձինք ապօրինի մուտք են գործել Սպիտակի բժշկական կենտրոն Փակ բաժնետիրական ընկերություն եւ այնտեղից բացահայտ հափշտակել են վճարային տերմինալ, որի մեջ գտնվել է խոշոր չափի գումար, այնուհետև վճարային տերմինալը կոտրելու միջոցով վնասել են եւ հափշտակել տերմինալի մեջ գտնվող գումարը։ Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ եւ կատարվել նախաքննություն։ Քննության ընթացքում ահազանգ հնչեց եւս մեկ նմանատիպ դեպքի վերաբերյալ։ Այս անգամ հանցավորները թիրախավորել էին Դիլիջանի բժշկական կենտրոնը։ Օգտվելով այն հանգամանքից, որ հիվանդասենյակի պատուհանը բաց է եղել, նրանք ապօրինի մուտք են գործել ներս եւ փող լրացնելով միմյանց գործողությունները վերցրել են վճարային տերմինալը։ Հետագայում նրանք վազելով դուրս են եկել հիվանդանոցից, իսկ բուժհաստատության տարածքում տեխնիկական միջոցի կիրառմամբ վնասել են տերմինալը եւ այնտեղից հափշտակել 447,700 դրամ, որից հետո դիմել են փախուստի։ Ինքնությունը չպարզված անձինք օգտվելով Դիլիջանի բժշկական կենտրոն Փակ բաժնետիրական ընկերության պահակի քնած լինելու հանգամանքից ապօրինի մուտք են գործել Դիլիջանի բժշկական կենտրոն Փակ բաժնետիրական ընկերություն եւ այնտեղից գաղտնի հափշտակել են վճարային տերմինալ, որի մեջ արկա է եղել 1,439,000 դրամ գումար։ Այնուհետև վճարային տերմինալը տեղափոխել են որոշակի տարածություն հեռավորության վրա եւ տերմինալը վնասելու միջոցով հափշտակել են տերմինալի մեջ գտնվող գումարը։ Ընդհանուր երկու վճարային տերմինալից միասին հափշտակվել է շուրջ 3 միլիոն եւ ավելի դրամ գումար։ Պարզվեց, որ նշված հանցավոր երկու դեպքերով էլ գործով անցնում է մի անձ, ով ավելի վաղ հայտնվել էր վարույթն իրականացնող մարմնի տեսադաշտում, մեկ այլ զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ։ Նշված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հայտարարված էր հետախուզում։ Դեռևս 2025 թվականի մարտի 14-ից հանցանք կատարած անձանցից մեկը, մեկ այլ, ինչպես նշեցի, մեկ այլ քրեական վարույթով ավազակություն կատարելու դեպքով գտնվել է հետախուզման մեջ, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ որպես խափանման միջոց ի սկզբանե ընտրված է եղել կալանքը, որից հետո արդեն ձեռնարկված քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում այդ անձը հայտնաբերվել է, տեղափոխվել Վանաձոր քրեակատարողական հիմնարկ, որից հետո արդեն հանցանք կատարած խմբի մյուս անդամները նույնպես հայտնաբերվել են եւ վերջիններս նկատմամբ նույնպես կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։